Բարեձեզ։ Մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց մասին խոսեք մեր տաղավարից եւ այսպես երեկվանից այսպես քպոականները կամ մերձիշխանական շրջանակներ, այսպես ոգևորված տեսակ Թրամփը աչքով տվեց մեր Նիկոլին, տեսակ բաուր եք ընդդիմություն ասում եք եկել է Նիկոլը Կորցանի երկիրը։ Խնդրեմ այս մասը ձեր տեսակետը, մենք ինչի ականատես եղանք Դավոսում, ասենց այդ պատկերները ինչի ցուցիչ էին։ Նաև այնուհետև կուզեմ անդրադառնալ նախագահի պարտականությունները իրականացնող, չնայած չի իրականացնում, հա։ Վահագն Խաչատուրյանին շատերի գնահատում այդ ողորմելի կեցվածքը, որով ինքը շնորհակալություն էր հայտնում Ալիևին, ինչի համար, բառը իմաստով հարց են տալիս 7000 եւ ավելի զոհերի համար, հայրենազուրկ մեր հայրենակիցների համար, արցախցիների համար, Արցախի կորստի համար, սպանդի համար, ինչի համար, խնդրեմ։ Շատ են ոգևորվել, որ իր արևմուտքն է հիմա իրենց, այսպես ասած, հովանավորը եւ ամբողջովին ընդունել են այդ ճանապարհը, մոռանալով թե արևմուտքի երազանքները որոնք են, որոնք կապ չունեն Հայաստանի ապագայի հետ։ Ես սա չեմ ուզում մեր կապարանոց ընչի, միանգամից անցնենք փաստերի։ Շատ վաղուց Միացյալ Նահանգները ընդհանրապես որևէ ուշադրություն չէին դարձնում Հայաստանի վրա, իսկ պարոն Դոնալդ Թրամփը սկի մեր անունը չգիտեր, ուրեմն շփոթում էր Ալբանիայի հետ կամ չգիտեմ մեկ ուրիշ պետության հետ, եւ առավել եւս որ տեղն էլ չգիտեր թե քարտեզում որտեղ է Հայաստանը։ Հիմա ինչ եղավ, որ հանգարց միանգամից այդպիսի հետաքրքրություն առաջացավ։ Պարզ մի բան է, որ ընթացքում, երբ որ ինքը որոշեց, որ պետք է լինի ամենախաղաղասեր ուրեմն նախագահ Միացյալ Նահանգների եւ մեկը մյուսի հետևից ասում էր, որ ես այս հարցը լուծեցի, այն կոնֆլիկտը մարեց իմ շնորհիվ եւ այլն, միակը, որը որ դեռ այսպես թվում է, թե որ իսկապես կայացել է, դա Ադրբեջան-Հայաստան այդ այսպես կոչված խաղաղությունն է, որը Թրամփը համարում է իր ամենամեծ հաջողություններից մեկը եւ որերորդ անգամ դրա մասին խոսում։ Բայց ո՞րն է նրանց նպատակը։ Նրանց նպատակը հստակ է, որ այս պահին ամբողջովին աշխարհակաղակական ամբողջ այս process-ները քաոսային են։ Կարելի է միանշանակ ասել, որ բոլորը հասկացել են, որ 2000-ական թվականներից սկսած դասական կապիտալիզմի դարաշրջանը ավարտվել է, բայց նոր հասարակարգ դեռ ձևավորման process-ում է եւ ով է լինելու դրա առաջատարը, դա է իրենց հիմա գլխավոր խնդիրը, ինչպես անել, որ ամենակարևոր տեղերում իրենք զբաղեցնեն համապատասխան առաջատարի դերը եւ սա այդ ֆոնի վրա նաեւ Հարավային Կովկասը մեր տարածքը նաեւ դարձել է կռվախնձոր եւ ինքնին հասկանալի է, որ այստեղ է, որ ոնց է կարողանալու նույն արևմուտքը լուծել իր խնդիրները, ոնց են դրան դիմադրելու Ռուսաստանը, Իրանը եւ ինչու՞ չէ նաեւ այդ պարագայում նաեւ Չինաստանը դեռ իր խոսքը չի ասել, այսինքն այստեղ ծավալվում է մի այնպիսի ես կասեի, այսպես ներկայացում, որում դեռ ոչ ոք չգիտի, թե դրա ավարտը, դրա վերջը ինչպիսին է լինելու։ Հիմա կոնկրետ Նիկոլին հրավիրեց, ուրեմն Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Դավոս, որպեսզի նայել ստորագրի առանց այդ 1 միլիարդ դոլարի ներդրման եւ դառնա այդ խորհրդի, խաղաղության խորհրդի անդամներից մեկը, հիմնադիրներից մեկը։ Հիմա գյումրեցիք լավ են ասում, էդիկ լավ է, թե վատ։ Ես կարծում եմ, որ առանձնապես այդտեղ լավ բան չկա այն առումով, որ մենք ուղղակի չենք դեռ հասկանում, թե դա ինչ է լինելու ՄԱԿ-ի փոխարեն, թե դա մի այսպես խումբ պետություններ, որտեղ ընդամենը 50-ն են ուրեմն այդ խորհրդի մեջ, եւ այդ 50-ը պետք է որոշեն, թե ինչ է լինելու կամ որոշելու են կամ չեն որոշելու, որտեղ թելադրանքը լինելու է Միացյալ Նահանգների կողմից։ Մենք պարտավոր ենք ոչ թե մեկ անձի որոշմամբ այդպիսի հարցերը լուծել, այլ այստեղ պետք է լիներ հանրության նաև քննարկումը, հասկանալ բոլոր խորքային, բոլոր այդ այն
խորքային այն պատճառները, թե ինչու պետք է դա արվի կամ չարվի կամ եւ այլն, ու մենք հիմա ընտրում որպես դաշնակից։ Ինչու ենք մենք մի դաշնակցից հրաժարվում, տեղափոխվում ենք մեկ ուրիշի թևի տակ լինելու հանգամանքով, կարծելով թե այս մեկը ավելի հզոր է, ավելի լավն է եւ ավելի կարող է մեզ ապահովել մեր բանը։ Սա գիտեք համարյա թե վասալի, ոչ թե համարյա թե, այլ վասալի կեցվածք է, որովհետև այն ինչ որ արեց այդ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, միանշանակ ասում են նրա մասին, որ ոչ թե ինքնասիրության հարցն է միայն։ Հիմա կանադառնանք նաև այս ամենին, սա ոչ թե իսկապես նողկալի է, որովհետև որևէ մեկը չի կարող հիմա մեզ պատկերած ասել, որ Ադրբեջանը անկեղծ ձևով շատ ուզում է Հայաստանը ծաղկի, բարգավաճի, ուժեղանա եւ հզորանա։ Որևէ մեկը այդպիսի մտքում, այդպիսի բան կարող է մտածել։ Այսինքն այն ֆոնի վրա, երբ որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ, որովհետև դա դեռ ինչպես ասում են, տատիկը երկու տեղ է ասել, կարող էին նրանք ընդհանրապես հաղթել, եթե իսկապես այստեղ լիներ այն հզոր հրամանատարը, որը հասկանում էր ինչ է նշանակում պատերազմ, հասկանում էր պատերազմական գործողությունները ինչպես են կառավարվում եւ ինչպես է անհրաժեշտ ամբողջ ազգը միավորել, որպեսզի կարողանա նույնպես դիմագրավել եւ հաղթել նորից։ Այս պահին, երբ որ դու բոլոր կորուստները տեսել ես, երբ որ նա շարունակում է քեզ հոխորտալ ասելով, որ դու արևմտյան Ադրբեջանը ես, երբ որ նա փորձում է անընդհատ ասել, որ 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա իրենց հայրենական հողերը, դուք հասկանում եք այս աբսուրդը, ու այս անձը գնում է սրան այն մյուսին, այն որը որ իրենց վրայով ցեխոտ ոտքերով ման է գալիս, գնում է այսպես հաճայանալու մի շնորհակալություն էլ հայտնելու։ Որտեղ եք տեսել այդպիսի բան աշխարհում, որ սա միայն ստրուկի կեցվածք է։ Միայն ստրուկի կեցվածք է սա։ Որովհետև մենակ թե ինձ բան չասես, արի ես քեզ անընդհատ շնորհակալ լինեմ, համապատասխան տեղերն էլ լիզեմ, մենակ թե դու մեզ հետ խաղաղ ապրի։ Բայց այդ խաղաղություն չի, եղբայր։ Այդ որը հիմա ասում եք, որ վառելիքն է գալիս, ուրեմն իրենց տարածքով, վաղը ուրեմն ծորենը կգա, չգիտեմ ես կամ գալիս է արդեն, եւ այլն։ Հա, հասկացանք։ Բայց դուք նայեք դրա, նորից եմ կրկնում, են խորքային բոլոր այն պատճառները, որը դա արվում է, որովհետև արդեն խոստում է ստացել, որ այս թրիփ հասկացողությամբ այս ճանապարհը լինելու է այն միջանցքը, որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք։ Սա միանշանակ է բոլոր մասնագետները, փորձագետները հստակ ֆիքսում եւ ձեզ ասում են, որ սա միայն նրա համար է ստեղծվում, որպեսզի Նախիջևանը կապվի Ադրբեջանի հետ, դա նշանակում է Թուրքիան կապել Ադրբեջան, Միջին Ասիա եւ գնալ շարունակել մեծ Թուրանի ձևավորումը։ Մենք մեր ձեռքով նվիրում ենք թուրքերին հնարավորություն նորից Օսմանյան կայսրության ձևով մի բան ստեղծելը։ Ոչ թե մենք դեմ ենք, որպեսզի լինեն այդ կոմունիկացիաները։ Մենք դեմ ենք այն պայմաններին, որոնք որ կան, այստեղ փորձում էին, չեմ ուզում կոպիտ համատություններ անել, բայց փորձում էին համատել կոնցեսիան այն ինչ որ հիմա կոչվում է թրիփի միջանցք։ Դա աբսուրդային փորձ է, որովհետև կոնցեսիան դա այն է, որ քո տարածքում բոլոր քո օրենքներին համապատասխան իրենք ներդրում են կատարել եւ համապատասխան ձևով բոլոր հարկերն են քեզ մուծում։ Այստեղ ստացվել է հետեւյալը. 74% վերցնում է այդ տրիփի ուրեմն կամպանիան, մենք չգիտենք ինչ կամպանիա է լինելու։ Այս մասով եթե կարելի է ուղղակի ռեպլիկի կարգով եւ շարունակեք նաեւ այս մասը, բաց է խոսքը։ Երեք Քրիստինե Վարդանյանը, Հայկ Մամեջանյանը հրապարակումներ արեցին, որ ըստ էության ամերիկյան կողմը բանակցում է ադրբեջանական խոշոր կապիտալի ներդրումներ անելու մասով, այսինքն հերո չէ այն օրը, որ մենք իմանանք, որ Սյունիքում արդեն ադրբեջանցիները ամբողջությամբ վերցրել են, չէ՞։
Շատ པարզ բան է, որովհետև եթե 74% ակցիաների կամ ինչպես է դա ակտիվների ուրեմն տիրապետելու է ամերիկյան կողմը, որի իդեպ ասած կամպանիայի անունն էլ չգիտենք ովքեր են, ոնց են եւ այլն, այդ իր հերթին եւ հարց է գալիս, իսկ ինչու պետք է նրանք ամբողջական այդ կապիտալը իրենք ներդրեն։ Իհարկե կդիմեն, ինչու՞ չէ, որ հենց Թուրքիային էլ եւ Ադրբեջանին էլ, որովհետեւ նրանք են ամենամեծ շահագրգիռները այս խաղի մեջ։ Եվ եթե դուք հասկանում եք, որ այդ ճանապարհով դուք կորցնում եք ձեր ինքնիշխանությունը, ինչքան էլ ուզում եք ասեք, մեր ինքնիշխանությունը պահպանվում է, չգիտեմ ինչ, 74% եթե զիջել ես, էլ ինչ ինքնիշխանության ուրեմն մասին կարող է խոսք գնալ։ Հասկանալի է, չէ՞։ Դա ուղղակի աբսուրդ է, որ հիմա փորձում են բացատրեն, թե այ տեսեք, մեր Զվարթնոց օդանավակայանն է կոնցեսիա տված, երկաթգիծն է, նրանք իրենց ներդրումներին համապատասխան ծրագրային գործողություններ են իրականացնում եւ դա ամբողջը մեր տարածքում է եւ մնում է մեր տարածքում։ Այն ինչ որ արվում է այս ճանապարհի տեսանկյունից, ելի մեր տարածքում մնալով դառնում է ուրիշի սեփականություն։ Այսինքն, եթե դուք 74% անդադ կրկնում եմ, ընդամենը 26%, որքան ես գիտեմ, այն աղմուկը, որ բարձրացավ մեզ մոտ նաև սկզբից 24%-ն էր։ Հիմա չգիտեմ, ինչ որ հասկացան, որ երևի շատ ամոթ է, որ 24%-ը ընդհանրապես որևէ իրավունք չի տալիս այդ ակտիվի տիրոջը մասնակցել կառավարման հարցերում։ 25%-ից ավել պետք է լինի, որպեսզի ինքը գոնե ձայն ունենա այնտեղ։ Հիմա հաջորդը աբսուրդայիններից աբսուրդայինը եւ վտանգավորներից վտանգավորը։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը այս 2 օր առաջ։ Ասում է մենք մեր էներգետիկ համակարգը Ադրբեջանի հետ միավորելու ենք։ Գիտեք, կամ գրագիտությունից բացարձակ, հա, հերու մարդ, կամ դիտավորյալ, որովհետև այնպիսի մի խնդիր է, որ ես կարծում եմ, որ անգամ 5-րդ դասարանի երեխան հասկանում է, որ եթե թշնամու հետ, որի հետ դեռ դու չես անցել մի ճանապարհ, որը արդեն վստահություն քեզ առաջացնի, որ կարելի է ինչ-որ մի ծրագիր իրար հետ իրականացնել։ Դու հիմա ասում ես, ես էներգետիկ համակարգը կմիավորեմ։ Խորհրդային Միությունում էներգետիկ համակարգը միասնական էր, որովհետև դա ամբողջական պետության, հզորության նախադրյալն էր, որովհետև էներգետիկան ամբողջ տնտեսության, հա, բոլորդ հասկանում եք, լոկոմոտիվն է, որովհետև եթե չեղավ էներգետիկան, ուրեմն չի լինի ոչ մի բան։ Այսօրվա դրությամբ ատոմակայանը մեր տալիս է 40%-ը, էներգիայի 40%-ը մեր կողմից օգտագործվող։ Բայց հարցը հետևյալն է, եթե մենք պետք է 36 թվականին արդեն կանգնեցնենք այս ատոմակայանը, մնացել է 10 տարի, դեռ տեղից չեն շարժվում, այսինքն սա էլ է թուրքերի, դա բացահայտ է, թուրքերի և ադրբեջանցիների պահանջը ատոմակայանը վերացնել Հայաստանում։ Դուք հեռուն պետք է նայեք, այսինքն ինչ է ուզում թշնամին ձեզնից, ուզում է, որ ձեր բոլոր հզորությունները վերանան, իրական հզորությունները վերանան և դրա փոխարեն իրենք արդեն թելադրեն ձեզ ամեն ինչ։ Կուզենամ ձեզ էներգիա տամ, կտամ, չեմ ուզենա, չեմ տա, ինչ եք անելու, ինչ եք անելու այդ պարագայում, երբ որ նրանց ձեռքին լինի ամբողջ այդ, այսօր չէ, վաղը կլինի, վաղը չէ, մյուս օրը կլինի։ Ես նորից եմ ասում, եթե ատոմակայանը սրանք չեն ուզում նոր ատոմակայան կառուցել, որը մեր պաշտպանության ամենակարևոր էլեմենտներից մեկն է, մեր պետական ազգային անվտանգության ամենակարևոր էլեմենտ, ինչի են այդպես վախեցած թուրքերը, որովհետև ատոմակայանը ունի նաև հեռանկարներ, բացի նրանից, որ նա էներգիա է ապահովում, նա միշտ կարող է վտանգ պարունակի թշնամուն։ Բացահայտ կարելի է ասել, որ ընթացքում կարելի է նաև ունենալ, այո, միջուկային զենք։ Մենք չենք անում այդպիսի ճանապարհ չենք վերցրել երբևիցե,
Բայց դա իրենց անընդհատ մտահոգում է։ Հիմա ամբողջովին ինչ անենք, սենց ռուսի ասած «расслабиться, чтобы получить удовольствие», это ձեզ կարևոր։ Որպեսզի դուք ամեն ինչը թողնեք եւ միայն հաճույք ստանաք, էնել լավագույն դեպքում 1, 2, 3 տարի։ Դրա համար երբ որ մենք ասում ենք, որ մնացած բոլոր այսպես կոչված իրենց հաջողությունները, դա կառավարության սովորական աշխատանքի արդյունք պետք է լինի։ Ոչ մի կառավարություն չի նստում գլուխ գովում, թե ես այս բանը կառուցեցի, ճանապարհ գցեցի, չգիտեմ, ես արեցի, դա քո սովորական ամենօրյա աշխատանքի արդյունքը պետք է լինի։ Իսկ դու երբևիցե կանգնել ասել ես ժողովրդին, թե ինչպես ես պատկերացնում այս կամ այն ուրեմն ոլորտի զարգացումը, արդյունաբերության զարգացումը ո՞նց ես պատկերացնում։ Մենք ունենք մեր ծրագիրը։ Ես կգա հեսա նախընտրական ընթացքը, ես անպայման մեր կուսակցության ներկայացուցիչները, մեր միասին շարժման ուրեմն անդամները կներկայացնեն մեր բոլոր պատկերացումները։ Հիմա ժամանակը չի, որտեղ հետո կմոռանա կամ մյուսներն են միանգամից գրավում այդ գաղափարները։ Ուրեմն հարցը նրանում է, թե ինչ են անում սրանք այսօր։ Եվ երբ որ խոսքը գնում է նրա մասին, թե որ իրենք պետական պարտքն են ուզում հիմա բացատրեն մեզ, թե ինչու պետական պարտքը իրենք 2 անգամ ավելացրել են, բայց դրանից մենք առավել քան արդյունք չենք տեսել։ Ինչու։ Որովհետև պետական պարտքը մսխվել է, գնացել է բյուջեի փակման, դեֆիցիտի փակումը, բյուջեի լրացումը, ոնց որ հիմա են ասում 150 միլիոն են ուզում վերցնեն։ Այսինքն, բավոր դուք, չգիտեմ, 300 միլիարդ դրամի ավել հարկեր եք հավաքել։ Բա այդ էլ ինչ եք գնում նորից ուրեմն 150 միլիոն դոլար վերցնում, որ ձեր բյուջեն լրացնեք։ Ինչու։ Ինչ եք անում այդ գումարները։ Դուք ինչի վրա եք ծախսել։ Ասում եք թոշակառուն 10,000 դրամ որ ավելացնենք ինչ անելու, բայց երբ որ ուրեմն կառավարության անդամը ստանում է 7-ից 8 միլիոն պարգևավճար, բացի իր աշխատավարձից, իր պարգևավճարներից տարեկան ամսեկան, դա նորմա է։ Իդեպ ասած, սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե դուք իսկապես ուզում եք, որ լավագույն մասնագետները գան կառավարությունում աշխատեն, կառավարման ուրեմն թիմում, դա շատ բավական հեշտ գործ է։ Հարցը մենակ աշխատավարձը չի, հարցը նրա խրախուսման ձևերն են, եւ այդ խրախուսումներն են, որոնք որ կարող էին բերել նրան, որ ոչ թե բոլորը ստանան, այլ համապատասխան նրանք, ովքեր արդյունավետ են աշխատում։ Այդ արդեն մենք ասել ենք, ոնց որ թե սկսել են դա կրկնօրինակել։ Բայց այստեղ նաեւ ուրիշ խնդիրներ է առաջ գալիս։ Եթե այդպիսի տարբերություն կա վարչատրության մեջ թոշակառուհի հետ, դուք հասկանում եք դա ինչ բևեռացում է։ Ինչի պետք է չինովնիկը մտածի ընդհանրապես թոշակառուհի ավել գումար տա թե չտա, ինչի համար։ Ինքը իր առօք-փառոք իր համար ապրում է, այս հատվածն էլ, որը 600,000-ի մոտ մարդիկ են, որոնց ասում է դե լավ էլի, հա, ճիշտ է, մենք չենք ապահովում քո անգամ ուրեմն այդ նվազագույն զամբյուղի պարունակությունը, բայց դե ոչինչ, յոլա գնա էլի, որովհետև մեկը 20,000 էլ տանք, ասում է քո տունը չի տաքանա։ Այս տրամաբանությամբ ապրող եւ իրենց գլուխը գովացող մարդիկ են։ Դա է, որովհետև իր 36-40 անգամ 50,000 դրամով իր այդ թոշակով մարդը չի կարող այսօր գոյատևել, որովհետև որ նայեք ինչ ծախսեր են եւ ինչպիսի գնաճ է ընդհանրապես այս պահին, դուք հասկանում եք, չէ՞, որ այդ մենք ասում ենք, որ չի կարող լինել շարունակել, իրենք շարունակում են լիբերալ, այսպես կոչված լրիվ ազատական, որը գոյություն չունի նորմալ պետություններում, այդ քաղաքականությունը, ազատ լիբերալ, մենք ինչ գործ ունենք, թող մասնավորը որոշի, բայց պետության կարգավորող դերը որտեղ է։ Պետությունը պետք է կարգավորիչ դեր ունենա, ինքը պետք է ապահովի իր պետության քաղաքացու ամենօրյա անվտանգությունը բոլոր տեսանկյունից, նրա կյանքի որակը պետք է ապահովի։
Ընդհանրապես գիտեն ինչ բան է կյանքի որակ հասկացողությունը, այս տղաներ, աղջիկները։ Այնպես որ իրենց համար այո, ես արդեն լսում եմ ձեր առարկությունը, որ այո, իհարկե իրանք իրենց կյանքի որակը շատ էլ լավ ապահովում են։ Այստեղ է որ մենք հիմա տեսնելով այս ամենը մենք հասկանում ենք, որ պետք է ընկալել, որ արևմուտքը եւ դուրսը ինքը իսկապես Գորբաչովի ճակատագիրն է ունենալու այս տղան։ Գորբաչովը, որ ես անձամբ ծանոթ եմ եղել եւ ոչ թե միայն ծանոթ եւ հարաբերվել ենք որպես Քաղբյուրոյի ես անդամ եւ այլն։ Գորբաչովը ինքը դարձավ կամակատարը, որովհետեւ իր պատկերացմամբ ինքը գնում էր փոփոխությունների, այսպես կոչված ռեֆորմների, եւ արևմուտքը այդտեղ միանգամից ընեց ուրախացավ, ասեց արի, ինչ ես ուզում, մենակ թե այդ ամբողջը շարունակի կործանի քո պետությունը։ Տեսեք, մի հասարակ փաստ, կարծում եմ բոլորը պետք է որ իմանան, միգուցե երիտասարդները չգիտեն։ Երբ որ նա միավորվեց Գերմանիայի երկու հատվածը դարձավ մի Գերմանիա, արևելյան եւ արևմտյան, Հելմուտ Կոլը իրեն ասեց հավանաբար, այնտեղից պետք է բանակը դուրս գար, 1 միլիոնանոց բանակը։ Եվրոպայի այդ հատվածներից սոցիալիստական ճամբարի ուրեմն երկրներում կար 1 միլիոնից երևի ավել սովետական զորքեր։ Ասեց հավանաբար ձեզ անհրաժեշտ է որպեսզի մենք ձեզ մոտ դաշտում նոր ուրեմն քաղաքներ չասեմ, բայց ամենայն դեպքում ավաններ կառուցենք, որպեսզի այդ մարդկանց, որ դուք դուրս բերեք, այնտեղ տեղ ունենան ապրելու։ Ասեց, չէ, մենք այդ հարցը ինքներս կլուծենք։ Եվ այդ 1 միլիոնանոց բանակը եկավ դաշտում մնաց։ Հիմա նույնը սա է, երբ որ իրան ասում են, որ այս ամենից հետո կլինի այսպիսի վախճան, ինքը ասում է, չէ, մենք խաղաղություն ենք պահում, խաղաղությունը պետք, դրա համար ես կարող եմ գնամ, երևի թե ես տենց եմ հասկանում, այս անձի այն որ կոչվում է նախագահ, նրա նման շնորհակալություններ հայտնենք Մարտասպանին, Ալիևը մեզ համար Մարտասպան է։ Ալիևը մեզ համար մեր ազգի որոշակի հատվածի Մարտասպանն է։ Թուրքիայի շնորհիվ։ Եվ հիմա դուք գնում եք նրան շնորհակալություն եք հայտնում, որ իբր ինքը այսօր վերջնական չի կործանել Հայաստանը։ Երբ որ 150,000 հայ իր բնորանից դուրս է եկել ստիպված, դու նրան շնորհակալություն ես հայտնում։ Ինքը քեզ առաջ ներողություն խնդրել է, եկել է քեզ բացատրել է, թե ինչու է այդ ամբողջը արել։ Բայց դուք ընդհանրապես իրականում դուք գոնե տղամարդու չասեմ, ընդհանրապես ինքնասիրություն ունեք, թե չունեք։ Վերջով որտեղ է տեսած, որ երբ որ նա էլ եմ ուզում կրկնեմ դա, երբ որ նա ասում է դուք ով եք, բայց այդ դա է ասում, դուք ով եք։ Ես ուզենամ հիմա կանցնեմ ձեզ վրայով, որովհետև եթե ես 300,000 ադրբեջանցի եմ պահանջում, որ վերադառնա, թքած ունեմ, թե ինչքան է եղել հայերի քանակը Ադրբեջանում եւ նրանք ապրել են իրենց սեփական բնորանում, այն 150,000-ը 300,000 ասում եմ, կրկնում եմ, անընդհատ պետք է ասել, 300,000 ադրբեջանցի Հայաստանում երբևիցե չի ապրել։ Լավագույն դեպքում եղել է 150,000, որոնք առոք-փառոք Հայաստանից տեղափոխվել են Ադրբեջան, որովհետև ուրեմն փոխանակել են իրենց այս ստեղի գյուղական տները Բաքվի լավագույն բնակարանների հետ։ Հիմա նրանք համարվում են, որ այստեղ պետք է վերադառնան իրենց հայրենական հողերի վրա ապրելու համար։ Հələ մի հատ մտածեք, էլի այդ թիվը ասում է, չէ՞։ Հələ մի հատ մտածեք, այդ որտեղ են բնակվելու, եթե իրականում մենք թույլ տանք, ինչի են բնակվելու, ինչ նպատակով են գալու, ինչ է լինելու, դուք հասկանում եք դա։ Եվ ինչի պետք է նա իրավունք ունենա, ընդհանրապես վերադառնա, այսպես կոչված վերադառնա, եթե հայ բնակչությունը
որը որ իսկապես եղել է իր ասում եմ կրկնում եմ իր հայրենիքում է բնակվել, ինքը որևէ իրավունք չունենա հետևությամբ։ Դե հիմա եթե կա որևէ տրամաբանական պատասխան, թող տան։ Լավրովի հայտարարությունն է, խոսամանրել օրինակ շեշտադրումներին, խնդրեմ մոլդովական տարբերակին համեցեք։ Ну, տեսեք, Սերգեյ Լավրովը Հիբրիդային պատերազմի մասին շեշտադրումներին։ Սերգեյ Լավրովը մոռանում են մեր ժողովուրդն է մոռանում ցավոք սրտի, երբ որ 44 հրապատերազմը նոր էր սկսվել, իրենք հայտարարեցին, անընդհատ սա հիշեցնում եմ ձեզ, հայտարարեցին, որ պատրաստ են միջամտել և կասեցնել պատերազմը դեռ հոկտեմբերի 4-ին։ Տեսեք, սեպտեմբերի 27-ին սկսվել էր, հոկտեմբերի 4-ին իրենք պատրվակ գտան, ասելով, որ Թուրքիան 2000 գրոհայիններ Սիրիայից իր տարածքով տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ։ Այստեղ լռեցին, դա ասեց Նարիշկինը։ Ամսի 10-ին սեպտեմբերի, բացի մյուսներից, կրկնեց Լավրովը, ասելով, որ եթե դիմեն Ռուսաստանի նախագահին, ինչպես դա արվել էր Սիրիայում, ապա նրանք միանգամից կմիջամտեն և Լեռնային Ղարաբաղում կկանգնի ռուսական զորք և թույլ չի տա, որպեսզի այդ գրոհայինները, այդ տերորիստները ընդհանրապես մնան, որովհետև միջազգային իրավունքի տեսանկյունից, որը դեռ այն ժամանակ գործում էր, միջազգային տերորիզմի դեմ պայքարը թույլատրվում էր ցանկացած տարածքում, այն ինչ որ անում էր Միացյալ Նահանգները, որոնք Ալ-Կայդայի գլխավորներին ոչնչացնում էին ցանկացած տեղում, իրենց տարածքում չէր, ուրիշ պետություններում գտնում էին, վերացնում էին։ Հիմա նույնը կարող էր անել Ռուսաստանը և ամսի 4-ին չէ, գոնե ամսի 6-ին կամ ամսի 8-ին, անգամ ամսի 10-ին կանգներ այդ պատերազմը, որքան մենք փրկած կլինեինք մեր երեխաների կյանքերը, որքան մենք տարածքներ կպահպանեինք։ Այս հարցին երբևիցե իրենք պատասխան տվել են, ոչ։ Եվ երկրորդը, երբ որ նույնը արեց ամսի 19-ին արդեն Վլադիմիր Պուտինը առաջարկեց, որ ինքը կարող է կանգնեցնել և ինչ պատասխան ստեղից ստացավ։ Խոսքը գնում էր նրա մասին, որ եթե դու ինչ-որ մի բան հասկանում ես ռազմական գործողություններում և քեզ զգուշացնում են, որ մենք պարտվենք այսպես եթե շարունակվի, որտեղ Թուրքիան ամբողջական միջամտություն չէր, ամբողջական մասնակցություն էր արդեն ունեցել։ Թուրքիան գլխավոր շտաբն էր վերցրել Ադրբեջանի, կառավարում էր Թուրքիայի 10 ուրեմն առաջատար գեներալներ։ Թուրքիան մատակարարում էր ամբողջ անհրաժեշտ դրոնները։ Թուրքիան տալիս էր համապատասխան այլ ուրեմն ռազմավարական նշանակության և ռազմական մթերք և այլն։ Հիմա այդ պարագայում չկանգնեցվեց։ Հետո սկսեցինք հակառուսական այդ տրամադրությունները անընդհատ գեներացնել, գեներացրեցինք, ասեցինք ինչ որ արեցին ռուսներն արեցին, մոռանալով որ առաջին հերթին պետք է նայել տեսնել իսկ դու ինչ արեցիր։ Դու քո կեցվածքով, դու քո պահվածքով ինչ արեցիր, որպեսզի վստահությունը պահպանես քո նկատմամբ։ Ես չեմ պատրաստվում ռուսական կողմի, չգիտեմ, ամեն սխալը կամ այն ինչ որ իրենք արել են ոչի նպաստ իրենց առաջին հերթին, հետո մեզ դա բացատրել կամ պաշտպանել։ Ես ընդամենը ասում եմ այն փաստը, որը որ կարող էր օգտակար լինել մեզ համար։ Հիմա ինչ վերաբերում է այսօրվա արձագանքին։ Սերգեյ Լավրովը, այո, համարում է, որ մենք դաշնակից պետություն ենք, մենք չենք հրաժարվել մեր դաշնակից պետության կարգավիճակից։ Մարդիկ պարզ ասում են, լավ, եթե դուք դաշնակից եք և ուզում եք մնալ ԵԱՏՄ-ում, այդ դեպքում բացատրեք ոնց եք ուզում դառնալ Եվրամիության անդամ։
Եթե դուք գնում եք Եվրոմիություն, ձեզ բարի ճանապարհ, գնացեք, այդ դեպքում ԵԱՏՄ-ից դուրս եկեք։ Չէ, ստեղից ասում են, երբ որ մեզ անհրաժեշտ կլինի, հա, այդ մնացածները, չգիտեմ, ով են, հա, չեն հասկանում, թե դուք ինչ եք ուզում անեք, ձեր խորամանկությունը մենակ դուք եք հասկանում։ Ուրեմն այդ պարագայում իրենք բացայտ ասում են, լավ, ինչքան կարելի է այսպես գեներացնել հակառուսական քաղաքականությունը Հայաստանում, որ կանգնես ասես, թե այս ինչը KGB-ի գործակալը։ Ես ապշում եմ ուղղակի։ Ուրեմն 35 տարի առաջ է KGB-ն վերացել, դարձել է ուրիշ կառույց, որը Ռուսաստանի կառույցն է, ու դու շարունակում ես լասես, որ իսկ KGB-ի գործակալ հասկացողությունը գոնե հասկանում եք, այդ ինչ է։ Այսինքն KGB-ի գործակալը եղել նա, ով որ ծառայել է, ասենք, արտերկրներում կամ ներսում որպես կոնտրռազվեդչիկ։ Եվ եթե որևէ մեկը դիմել է, ասենք, թե նույն որևէ անձին այնտեղի կամ սովետական մարդուն, ասել է մի հատ կարող ես մեզ կողմնորոշես այսինչ հարցում, դա գործակալ չի, գործակալը նա է, որը ստորագրել է ինչ որ մի փաստաթղթի տակ, որ ինքը պատրաստվում է նրանց համապատասխան ինֆորմացիա ուրեմն ներկայացնել։ Այդ դա արդեն այսպես կոչված ասվիդամիցելն էր։ Հիմա դու խոսում ես այն լեզվով, որը որ անգամ, չգիտեմ, թուրքերը չեն խոսում դրա մասին, կամ չգիտեմ, այդ մյուս երկրներում, ոչ Ֆրանսիայում, ոչ թե ով է լսել այդպիսի բան։ Դու խոսի որ մի վեց է ոնց է այստեղ կառավարում։ Խոսի ոնց են այդ նույն գաղտնի ծառայության ղեկավարները Հայաստանում հանդիպում ում հետ եւ ոնց են հանդիպում։ Սա է ձեր այսպես կոչված ինքնիշխանության արտահայտումը, որ դուք միանգամից շեղեք ուշադրությունը, մարդիկ սկսեն մտածել, դե դու ես ասել, չէ, KGB-ի գործակալը, վերջ։ Պիտակը դրեցին։ Այնպես որ Լավրովի հայտարարությունը այն է, որ եթե դաշնակից եք, եղեք դաշնակից, եթե չեք ուզում լինել դաշնակից, այդ դեպքում հրաժարվեք։ Հրաժարվեք, դուրս եկեք եւ հապկից, դուրս եկեք ԵԱՏՄ-ից, ընդհանրապես վերացեք որպես դաշնակից, այդ դեպքում մենք էլ այստեղից թողնենք հեռանանք, տեսնենք դուք ոնց եք այդ դեպքում շարունակելու ձեր կյանքը։ Եթե դա է մեր ինքնիշխանության արտահայտումը, ես էլ դրա համար ասում եմ, այդ դեպքում ոնց եք դուք թույլ տալիս, որ 100 տարով դուք 99 տարով տալիս եք ձեր տարածքը օտարին։ Որն է տրամաբանությունը։ Եթե մեկին ասում եք չոր, մյուսին ասում եք վայ պուպուշա, թող գա սա գա մեր տարածք, հա, էս է ձեր ինքնիշխանության հաստատումը։ Առանց հասկանալու, թե դրա հետևանքները ինչպիսին են լինելու, թե կամ էլ հասկանալով եք դա անում։ Եվ նաև հստակ է, չէ, ԵԱՏՄ ԵՄ խաղ չկա, հստակ որոշեք։ Շատ պարզ խնդիրը ԵԱՏՄ-ում այսօրվա դրությամբ իրենց համեմատության այն տարիների ընթացքում ինչպիսի առավելություններ է ստացել Հայաստանը, որևէ այլ միավորի մեջ այդպիսի առավելություններ չէր կարող ստանալ։ Եվրոմիության մասին է խոսքը։ Եվրոմիությունը իր շուկան փակ է պահում, որովհետև այնքանով, որքանով ինքը շահագրգիռը իր սեփական արտադրանքը իրացնելու հարցում։ Դրա համար Բուլղարիայի գյուղատնտեսությունը փլվեց ուղակի։ Էլ ուրա լսում եք, որ Բուլղարիայից դուք ինչ-որ մի լեչո կամ չգիտեմ ինչ ստանաք եւ այլն։ Չկա, որովհետև Ավստրիան, Գերմանիան ասեցին ներողություն, բայց մենք շատ ավելի լավ ապրանք ունենք, մենք ենք իրացնում եւ դրա քանակը այսքան է։ Տեսեք ինչ է կատարվում նույն Լիտվայում կամ Էստոնիայում, Լատվիայում։ Ինչ է կատարվում, գիտեք, հիմնականում երիտասարդները հեռացել են երկրներից եւ գնացել են աշխատում են էնել ամենասևագործ աշխատանք են կատարում եվրոպական երկրներում, զարգացած երկրներում։ Ինչ վիճակում են հարավային պետությունները Եվրոպայի եւ հյուսիսը ավելի շատ զարգացած է, ավելի շատ հարուստ է եւ ստիպված է Եվրոմիության կանոններից ելնելով օգնել նաեւ այս հարավին։ Ձեր պատկերացմամբ Իտալիան, Հունաստանը եւ Իսպանիան ոչ մի խնդրեմ պետք չունենան,
պարզվում է, որ շատ էլ մեծ խնդիրներ ունեն։ Մենք ենք խոսել Հոլանդիայում, ուրեմն Նիդերլանդներում այդտեղի ուրեմն падգամավորների հետ, նրանք շատ պարզ ասում էին հենց այն ժամանակ մեզ դեռ падգամավորական տարիների իմ ասում էին, իսկ ինչ եք կարծում, որ մենք երազում ենք, որ դուք էլ դառնաք Եվրոմիության անդամ։ Առավել եւս, որ մենք այդքան ծախս ենք անում այս երկրները պահելու համար, մի հատ էլ ձեզ ավելացնենք։ Մի հատ հասկանալ է պետք ամեն ինչը, ոչ թե միանգամից հրապուրվել, վայ վիզաները հեսա կազատականացնեն, մենք կվազենք Եվրոպա եւ այլն։ Հետո լավ, այդ է կյանքի իմաստը։ Դա կլինի։ Դա նորմա է, որը պետք է լինի, այսինքն դուք պետք է ունենաք իրավունք ազատ շրջագայելու եւ այլն։ Բայց դա չի գլխավոր հարցը։ Գլխավոր հարցը Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի պետություն, ազգ գոյատևելու են, հարատևելու են, թե ոչ։ Սա է։ Բայց նույն այդ անձնավորությունը Թրամփի մասին է խոսքը, հստակ տեղ արտահայտեց ասաց, որ Կովկասը Պուտինին է ըստ էության, այսինքն հիմա դուք ձեր խաղերով բան ինչ ուզում եք արեք, խնդրեմ այս մասով ձեր տեսեք։ Գիտեք ինչ։ Տարածաշրջաններում զարգացումները։ Դոնալդ Տրամփը իհարկե յուրահատուկ անձնավորություն է, եւ ինքը հետաքրքիր է իր մշտական ոչ տրամաբանական քայլերով։ Կա իհարկե ընդհանուր ծրագիր, բայց ինքը կարող է միանգամից շեղել իր ուշադրությունը մեկ ուրիշ բանի վրա, երբ որ իրեն հանգարց սկսում են դրա մասին ավելի հաճախ հիշեցնել։ Ինչ եղավ Վենեսուելայում։ Դրա մի հատ եկեք հասկանանք։ Մադուրոին տարան, Վենեսուելան շարունակում է կառավարվել իրենց տեղում, իրենց կառավարության կողմից եւ այլն։ Ինչու, որովհետեւ եթե իրենք հիմա շատ ավելի կոպիտ ձևով ներգրավվեն այնտեղ, կստանան մեծ դիմադրություն։ Ինչ է Գրենլանդիայի ժողովուրդը, որը 55,000 է ընդամենը, ասում մենք չենք ուզում որևէ մեկի տիրակալության տակ լինենք, մենք ուզում ենք մեր անկախությունը ապահովենք։ Եվ նույնը կարող է լինել մեկ այլ տարածքում։ Հիմա ինչ վերաբերում է թե ինքը հայտարարում է, որ Հարավային Կովկասը դա Պուտինի, այսպես ասած, ազդեցության տակ է, դա դրան այդքան լուրջ չպետք է վերաբերվել, որովհետև գործողություններն են կարևոր, այլ ոչ թե խոսքերը։ Հիմա նույն այն, որ չեղած տեղը այդ երկուսին դարձրեց իրեն ընկեր, եւ ուրեմն համարեց, որ վաղը մոռանալու է իհարկե եւ կարող է պատահի ընդհանրապես չհիշի թե այդ մարդիկ ով էին, ոնց որ չէր ճանաչում Ֆինլանդիայի նախագահին օրինակ։ Եվ այլն, եւ այստեղ տեսնել ինչ որ մի խելացի մոտեցում կամ չգիտեմ տրամաբանություն շատ բարդ է։ Այնպես որ Տրամփը այսօր կօգտագործի այս երկուսին, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը այս պահին իր տրամագծի մեջ է, վաղը մյուս օրը ուղղակի զանինադը բնստու, այսպես ասած, էլ արդեն իրենց համար հետաքրքիր չի լինի։ Մենք ենք տուժելու դրանից։ Մենք։ Եվ ես արդեն դրա մասին մանրամասն ասեցի, թե ինչ է նշանակում տրիպ, ինչ է նշանակում այսօր Ադրբեջանի հետ քիրվայություն անելը, եւ դու ես ուզում այդ դրա բարեկամը լինես, ինքը թքած ունի քեզ վրա, ցեխոտ ոտքերով էլ մանա գալիս քեզ վրա։ Այս դու ասում ես խաղաղություն է, չգիտեմ ինչ է եւ այլն եւ այլն։ Դե սա արդեն ամբողջովին այն բեսպրեդելն է, որը շարունակվում է ցանկացածի դեմ, հիմա էլ եկեղեցու դեմ, միանշանակ է։ Այս մարդիկ համոզված են, որ իշխանությունը իրենց մոտ անվերջ է լինելու եւ գտնում են, որ այդպես էլ ուրեմն ոչ ոք չի պատժելու իրենց
Դրա համար աննախադեպ երևույթ, որ ուրեմն եպիսկոպոսը դիմի դատարան։ Չէ, կարող է ինքը դիմել դատարան, բայց ինչ հարցով է դիմել։ Իրեն ազատել է, այսպես ասած, այդ պաշտոնից ամենայն հայոց կաթողիկոսը, որի իրավունքն է դա։ Եվ դա է հիմնավորված ամբողջովին։ Ինքը դատարանով ասում է ես վերականգնվել եմ եւ ես եմ շարունակելու լինել այդ թեմական։ Այսինքն սա եկեղեցու նկատմամբ եւ այն 10 այսպես կոչված տիրադավները, որոնք որ էլի նորից շարունակում են իրենց այս խռովյալ են իբր, ավելի շուտ դավադիր են, որտեվ դավադրություն է սա հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Տեսեք, ինչ է Նիկոլը ամեն անգամ ասում հայաստանյաց առաքելական եկեղեցի։ Չկա այդպիսի բան, կա հայ առաքելական եկեղեցի, նա ամբողջական է, դրա համար կաթողիկոսը կոչվում է ամենայն հայոց կաթողիկոս, նա չի կոչվում ամենայն ուրեմն հայաստանյաց կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս, նա հատուկ իջեցնում է այդ այսպես ասած այդ մակարդակը, դարձնելով հայոց ուրեմն ներեցեք հայաստանյաց առաքելական եկեղեցի։ Այսինքն այստեղ էլ է ուզում պառակտումը մտցնի, այստեղ էլ է ուզում Սփյուռքի դերակատարությունը ընդհանրապես վերացնի եւ Սփյուռքը նույնպես պառակտի, որը անում են իրենք հաջողությամբ անում են։ Դրա համար հիմա էլի նորից ճիշտ է արել ամենայն հայոց կաթողիկոսը, որ եպիսկոպոսած այդ ուրեմն հավաքը կազմակերպում է երկրից դուրս, որովհետև երկրում այն պայմանները չկան, որտեղ իրենք կարող էին ապահով, անվտանգ եւ անկեղծ իրենց խնդիրները քննարկեին եւ համապատասխան լուծումներ տային։ Չկա այդպիսի պայմաններ։ Դրա համար ճիշտ է արվել, որովհետև դա անհրաժեշտ էր ապահովել հատկապես առաջին հերթին անվտանգությունը։ Բայց այդ իրադարձները իրենց իրավունք են պահում, ասելու որ եկեք պետքա խոսեն վերնախավ քաղաքական իշխանություն, երբ Մարաթորը նորից պատասխան դրանց տվել է։ Այո։ Այդ դուք եք դուրս եկել խոսակցության դաշտից այլևս։ Եվ ընդհանրապես դուք չեք էլ փորձում ձեր ներսում, դա իրենց կառույցն է, չէ՞, իրենց ներքին խնդիրները իրենց մոտ լուծեն։ Դրա համար իրենց դուրս են դրել ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու շրջանակներից։ Այդ 10 տիրադավները իրենց կամքով դուրս են դրել, որովհետև այն կանոնակարգը, որը գործում է այսօր հայ առաքելական եկեղեցում, նա մեծամասնության կողմից ընդունված եւ սրանք էլ են քվեարկել ժամանակին։ Հիմա ուզում եք փոխեք ինչ-որ մի բան, բարի եղեք մնալ այդ շրջանակում եւ այնտեղ տանել։ Այդ նույնը իհարկե միգուցե կոպիտ համատություն լինի։ Կուսակցությունում որոշեն, ոչ թե կուսակցության ներսում պետք է այդ հարցերը լուծել, այլ գնալ դատարանում լուծել այդ հարցերը։ Դա աննորմալ երևույթ է, որովհետեւ այդպես չի լինում եւ օրենքն էլ թույլ չի տալիս։ Եվ քաղաքական հետապնդումները Զարուհի Փոստանջյանը այսօր վաղ առավոտյան ահազանգում է, որ Վարդան Ղուկասյանը կրսկավանդակի հատվածում ցավեր ունի, սա արդեն կոնկրետ կարծում ինֆարկտային վիճակ է, այս աղետը Նարեկ Սամսոնյանը եւս շարունակում է իր հացադուլը, խնդրեմ։ Ես ուզում եմ հատուկ շեշտեմ փաստաբանների, հատկապես Զարուհի Փոստանջյանի, Ռուբեն Մելիքյանի եւ մի շարք այդ փաստաբանների մեծ աշխատանքը, որ իրենք շատ ավելի են անում, քան քաղաքական գործիչները իդեպ ասեմ, եւ նույնը լրագրողները իդեպ։ Բայց հիմա ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, իհարկե քաղբանտարկյալներ են նրանք բոլորը, ովքեր այսօր պաշտոնից զրկվել են սրանց պատճառով եւ ընդհանրապես որևէ մի հարցի վերաբերյալ միտք արտահայտելու համար հայտնվել են բանտում, ինչքան փորձեն։ Խոսել է նաեւ Լավրովը, խոսել է նաեւ Զախարովը որակեց աբսուրդային է սա։ Իհարկե աբսուրդային է, որովհետեւ մարդը ընդամենը կարծիք է հայտնել իր պատկերացմամբ, լավ կլիներ, եթե Հայաստանը, ասենք, լիներ այդ միության անդամ, օրինակ եմ ասում, բայց դա իր իրավունքն է։ Իսկ այն ինչ որ այդքան խոսում են նրանք, որ այդ նույն ԿՊԱ-ականները, որ ես ինչ գիտեմ, Թուրքիայի Ֆիդանը հայտարարություն է անում, որ
պետք է պաշտպանեն իրենք Նիկոլ Փաշինյանին, դա ներքին գործերի խառնվել չի։ Երբ որ ցանկացած այս Եվրոպան 15 միլիոն եվրո է տալիս, որպեսզի այսպես կոչված հիբրիդային պատերազմում Հայաստանը իր դերակատարությունը պահպանի, դա միջամտություն չի։ Այդ որ հիբրիդային պատերազմի մասն է խոսքը։ Ուրեմն եւ այդպիսի օրինակներ շատ կան։ Այնպես որ այստեղ մենք գործ ունենք այն գիտեք ես չէի ուզում այդ օրինակը բերել, բայց հիմա տեսեք, ով է Նիկոլ Փաշինյանը, այսօրվա իրենց եթե ֆուտբոլային լեզվով խոսենք, նրանց մարզիչն է, այնտեղ ուրեմն կա դարպասապահ, որը ամեն գնով պետք է պահի, որ հանգարց իրանց դարպասը գնդակ չմտնի, պաշտպանները խուլիգաններ են, որոնք կարող են կանոնները խախտեն, հակառակորդի ոտքերն էլ ջարդեն, իրենց դրա համար ոչինչ չի լինի, կիսապաշտպանները վարժեցված այսպես ասած բաներ են, որոնք որ ցանկացած պահին մարզիչի հարահանգով ամեն ինչը կհարցակվեն այն մյուս թիմի ուրեմն խաղացողների վրա, իսկ հարցակվողներ կոչվածներ են, որոնց մենք շատերին ընդհանրապես չենք էլ իմացել, չենք էլ ճանաչել, նրանց կանոններ չկա, նրանք ուղղակի պետք է անպայման գրավեն հակառակորդի դարպասը։ Ոնց կգրավեն, ոչ մի նշանակություն չունի, որտեղ դատավորը, որը պետք է այդ կանոնները պահպանի, դատավոր չի, դա իր այդ մարզիչի նշանակած ինչ-որ մի էյակ է։ Այսինքն այս պայմաններում մենք ուզում ենք նրանց մասին խոսել, չգիտեմ, ինչ-որ մի տրամաբանության շրջանակում կամ ընդհանրապես մարդկային լեզվով ասել, որ գիտեք ինչ, ամոթ է, չի կարելի, ում ասենք, այլասերված մի հատված է, որ իսկապես չի կարողանում ընդունել, որ այս կանոններով մեկը վերջը լինելու է այնպիսին, ինչպիսին լինում է միշտ, երբ որ մարդիկ մոռանում են, թե իրենք ինչ պարտականություն եւ ինչ կարգավիճակ են կրում։ Մարդիկ այդ բանը մոռացել են, կամ հատուկ են անում, որովհետեւ համոզված են, որ ամեն ինչ լավ է լինելու, իրենց համար իհարկե։ Չի լինելու այդպես։ Դա պատմությունը հաստատել է 1000 անգամ։